Հայաստանի ղեկավարությունը պետք է պայմաններ ստեղծի ադրբեջանցիների խաղաղ պայմաններում հայրենի հողեր վերադառնալու համար։ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում վերադարձ Արևմտյան Ադրբեջան համաժողովի ժամանակ հայտարարել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար Ազիզ Ալեկբարլին։ Նրա խոսքով այս միջոցառումը հստակ ուղերձ է Հայաստանին, որ իրենք վերադառնալու են իրենց նախնիների հողեր։ Սյունիքի մարզից 8-ից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքում մեկնարկած փառատոնը, որը ֆինանսավորում է Ադրբեջանի կառավարությունը, անցկացվում է արդեն 3-րդ անգամ։ Այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան կեղծ հայեցակարգը, որը արմատներով գնում է դեպի 20-րդ դարի սկզբի Մեծ Ադրբեջան ծավալապաշտական ծրագրեր, այսօր Ադրբեջանի արտաքին քաղաքականության առանցքն է։ Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիաֆատ Ասկերովը լրագրողների զրույցում փաստացի հաստատել է, որ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան վերադարձի հարցը Ադրբեջանի արտաքին քաղաքական հայեցակարգի կարևորագույն առաջնահերթություններից է։ Այս ամենի ֆոնին պաշտոնական Երևանը շարունակում է հայտարարել, որ փակում է Արցախահայերի վերադարձի թեման։ Ի հակադրություն սրան, Բաքուն նոր ավելի վտանգավոր ճակատ է բացել։ Ամեն ինչ սկսվել է դպրոցական նստարանից։ 2024 թվականի ապրիլին Ադրբեջանի դպրոցականները մասնակցում էին Վերադարձ Արևմտյան Ադրբեջան կեղծ թեմայով համապետական օլիմպիադայի։ Հետո բանը հասավ նրան, որ Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում բացվեց հատուկ կենտրոն այդ հորինված թեման դասավանդող հմուտ մանկավարժներ պատրաստելու համար։ Սա Իլհամ Ալիևի հանձնարարությամբ ընդունված պետական ծրագիր է։ Սակայն Բաքուն չի սահմանափակվել սարքած այս թեման իր քաղաքացիներին հրամցնելով։ Ալիևը այն տեղափոխել է միջազգային բարձրագույն ատյաններ։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային եւ անվտանգության խորհրդին ուղարկված փաստաթղթերում Ադրբեջանը գրել է, թե այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի վերադարձը մարդու իրավունքների գերակայության անհրաժեշտ պայման է։ Երևանում այս հռետորաբանությունը հաճախ մեկնաբանվում է որպես ներքին սպառման քարոզչություն։